Կանց, խնձոր, պնդուկ, նռեն ունենք, կարալյոկի ծառեր ունեմ, ամփուշմոշ ունեմ, խնձորի ծառեր ունեմ, այդ լրիվ չհաշված շրջապատ իմ այգից լրիվ կանադական ծառեր եմ տնկած, բարձիներ։ Հայկը Բաքվի ջարդերից փրկված ընտանիքը պահելու համար 1989-ին խնդրել ու ստացել է այս հողակտորը։ Պայմանը կոլխոզից մի քանի անգամ շատ բերք ապահովելն էր։ Երիտասարդ գյուղատնտեսը առաջին հայացքից հասկացել էր՝ ամեն ինչ կա այստեղ, միայն աշխատանքն է պակաս։ Քարոլիքը հողեր։ Այդ քարերը հանեցիք, մաքրեցիք, ինչ մանամ խնդեղներ, օծեր, գորտեր, լիքը։ Վերջ-վերջ հողը սարքել ենք հող։ Մաքուր հող ենք սարքած, այնքան պարատանույթ եմ տված, հələ այն բան սովետի ժամանակ 300 բան զիլ մաշին վերեցինք, լցրեցինք հողը, պարատացրինք, որ բերքը ավելի առատն է։ 91 թվին արդեն սեփականաշնորհը որ գնաց, այդ հողը ես առանձին վերցրի, սեփական։ Սյունիք գյուղի բնակիչներին զարմացրել է Նորեկի հաջողությունը։ Եկել են, գնացել, հարց ու փորձ արել ու համոզվել։ Գաղտնիք չկա, միայն աշխատասիրություն։ Աստծո հաջողությանը թե ինչ, պամիդորը լիք, բիբարը լիք, կաղամբը չեմ ասում, վաղը հասկամ։ Առաջը շատ էժան էր, 7 կոպեկով պամիդորն էր, 8 կոպեկ կաղամն էր, ես իմ բանը բիբար բադրջանը 10 կոպեկ, վերջ-վերջո ինչ ասեմ, կաղամբը վերջացրի տեղը կարմիր բոխ, արտաշատյան կարմիր բոխ կաճեցրինք։ Նրանով պլանս փակեցի, ամբողջ սովխոզը ժողովուրդը զարմացան, այդ հրաշագործը որտեղից է եղել, այսինքն բրիգադաները չկարողացան պլանը փակեն, բայց ես կրկնապատիկ, երապատիկ պլանը փակեցի։ Աշխատանքի բաժանումը սկզբից են արել, որ ամեն մարդ գործ ունենա ու իր բաժին օգուտը բերի։ Բաքվից միայն Մոսկվիչն էր կարողացել բերել։ Կատակում է, դա էլ էր մնացած մեքենաներից շատ աշխատում։ Երեկոն նստում ենք, պապա դու ապրանքն ես տանելու, մաման դե տանտիրոհի հացը մածն էր պատրաստում, տիկինս աշխատում էր բանում, գյուղապետարանում, գյուղսովետերին ժամանակ։ Առավոտը դուրս էր գալ ժամը 4-ին։ Երեխեքն է որը դպրոց, որը կողքից էր, դպրոցից հետո գալիս են աշխատում։ Ամեն մեկը գիտեր, որ տաճկան պիտի վերցնի, գոմը մաքրելի է։ Ես ասենք բանջարեղեններ, կաթամածունը հավաքում է տանում, վաճառում մինչև 2000 թվականները շատ դաժան ու դժվար կյանքեր ենք անցել, բայց կարողացել ենք պատերազմը պայքարել, սովետական միության փլուզումները դիմադրեցինք, ինչ անեմ հասանք անկախության, զոհել տվեցինք, եղբորս զոհ տվեցինք։ 4 որդի ու մի դուստր ունի։ Դստերը խնայում է, հողի հետ աշխատել չի թողնում։ Կինն ու մայրը չկան, տանտիրուհին հիմա 25-ամյա Անին է։ Անին նաև աշխատանքի մոդեռնիզացմամբ է զբաղվում։ Տարբեր ծրագրերի մասնակցում, վերջերս էլ համայնքապետարանից ավտոմատացման համակարգի դրամաշնորհ է շահել։ Համակարգը հիմա դեռ չի տեղադրվել, այս մի քանի օրը պետքա տեղադրվի արդեն ու ինքը ավտոմատացնում է ջերմոցի եւ կաթիլային համակարգը եւ ջերմաստիճանը, այսինքն հայրս տանը նստած ինքը կարողանալու է եւ անջատի ջուրը եւ օդի ջերմաստիճանին հետեւի, այսինքն ես ավելի եմ հեշտացնում իր աշխատանքը, որ ինքը այդքան տեղ չգա հասնի, տեսնի որտեղ է հասել ջուրը, ինչքանով է ջրվել, ջերմաստիճանը ինչքան է, բույսը ինչ վիճակում է, այդ լրիվ օնլայն իր մոտ հեռախոսի միջոցով, սմարթֆոնի միջոցով իրան ավելի հասանելի է լինելու։ Անին է ուսումնասիրում շուկան, որոշում գինը, պայմանավորվում գնորդի հետ։ Նրանց մշտական հաճախորդները գոհ են, բայց ասում է երբեմն տհաճ խոսակցություններ է լսում պոչամբարին մոտ գտնվելու հետ կապված։ Դրանց գիտական հենքից զուրկ լինելում համոզվել է բազմիցս։ Մի քանի անգամ մենք հողը փորձաքննության ենք հանձնել, որտեղ պարզվել է, որ ոչ մի էլեմենտներ չկա, վնասակար, գտնվում ենք պոչամբարին մոտ, այդ պատճառով մտածում են, որ կարող է ինչ-որ էլեմենտներ պարունակի, բայց մի քանի անգամ հողը տվել ենք փորձաքննության ու ոչ մի էլեմենտներ վնասակար չկար հողի մեջ։
Եթե Անին գիտականորեն է բացատրում, Հայկը նման խոսակցություններից վիրավորվում է։ Փորձառու գյուղատնտեսն ասում է, այս 3,5 հեկտարում մշակման 36 տարիների ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ քիմիական պարարտանյութ չի օգտագործվել։ Հայկի մշակած բանջարեղենը վայելել են Ռուսաստանի Դաշնությունում, էլի պահանջել, բայց դեռ արտահանման ծավալն ապահովելու չափ արտադրանք չունի։ Սա 6 տոննանոց բակ է, թռչնախ լցնում ենք մեջը, Էփումա մենակ թռչնախ չէ, ասեն խոտա, մոլախոտա, ինչ կա լցնում ենք մեջը։ Հետո ինքը Էփումա, այնտեղից սոկ քաշում ենք, էսմին բաչոկը չէ կաթելային տալիս ենք հողերին, լրիվ կաթելային, ֆարիկային, արու տեսակով, արուներով, հավո պահում եմ, աղբը կա, թռչնախբը կա, գոմաղբը կա, գոմաղբը հեղուկով ենք ջրում, հողը հարստացնում ենք, միայն այ ձևի։ Որդիներից երկուսը Ռուսաստանում են, այս տարի նրանցից մեկն ընտանիքով վերադառնալու է։ Հայկը որոշել է Կապանում տուն կգնեն, որ քաղաքի կյանքին սովոր թողները դժվարություն չքաշեն։ Որդին էլ կօգնի ջերմոցների թիվը կավելացնեն։ Այնքան եմ ուզում, բայց ես այն օրը բանը ասած է, անարակ որդին հետ է գալիս, ես ընդունելու եմ, եզը մորթելու, այո, ինքը անարակ չի, ուղղակի ասեք այդ աստված շնչիմ գրած։ Գյուղում արված ասֆալտը այս մարդկանց տնից մի քանի 100 մետր հեռու ավարտվում է։ Հայկը լուծումը գտել է, ընտանիքի անդամների համար բարձր մեքենաներ է գնել, բայց ասում է մեկ էլ տեսար հյուրեր լինեն, որ ցեխոտ օրերին չկարողանան տեղ հասնել ու վայելել իր ստեղծած դրախտը։